Բարելի սիրելի հետևորդներ ջան, բարևներ ողջ աշխարհին, ոմանց համար հիմա բարի լույս է, ոմանց համար էլ թող բարի երեկո լինի, որովհետև ինձ տարբեր տեղերից դիտում են եւ ժամային տարբերություններ շատ կան, էլի նույն ժամին, նույն գործին, առանց կոֆե անհնար է, բայց այս անգամ սովորական կոֆե չեմ խմում, պելե եմ խմում, դառը կոֆե խմեմ, որ գնամ աշխատանքի, դեռ ժամը 7-ը չկա։ Այս կոֆեն այնքան լավ է, որ չեմ հասցնում խմել, թողում եմ, գալիս եմ սառած խմում եմ, իսկ սովորական սև կոֆեն չի լինում այդ տարբերակով, սառավ, էլ ոչ կարողանում ես տաքացնել խմել, ոչ էլ են, իսկ սա լինում է։ Այս երկու օր, ճիշտն ասեմ, Աշոտին էլ չեմ տեսել, չեմ խոսել Աշոտի հետ, դե գնում է այդ գործի տեղը, այնտեղ խոսալ չի լինում, արգելված է շատ հեռախոսներով խոսել, ու պատկերացրեք ես հիմա գնում եմ, Աշոտը քնած, հետո Արսնանում գնում է գործի ու շատ ուշ է գալի, ես եմ քնած լինում, ուշ է վերջանում այդ աշխատանքը, դե այս քանի օրը փորձաշրջան էր, Աստծուն փառք անցել է եւ այսօրվանից օրինական աշխատող է, այնպես որ կարող եք շնորհավորել Աշոտին, բայց դե ամբողջ տենց ոնց են ասում, ամբողջ օրը ինքը գնաց, առավոտից մինչև ուշ ժամ, որ սովորեց, եւ հիմա կեսօրով կաշխատի, լավ է գոնե առավոտը կգնամ, մինչև 4-ը կգա տանը կլինի, կամ էլ 4-ից մինչև 12-ը կգնա, նախընտրելի կլինի, որ առավոտ գնա, որ գամ տղայիս տեսնեմ, մի քիչ շփվենք, անեկդոտի օրին չընկնենք, որ ասում է լույսերը գնաց, ինտերնետը գնաց, տնեցիքի հետ շփվեցի, պարզվեցին, որ շատ լավ մարդիկ են, հիմա իմն է, ոչ մեկի հետ չեմ կարող շփվել, Մերին դե իր գործով, Աշոտն էլ իր գործով, ամուսինս իր գործով, ես ու Լիլիթն ենք, դե Լիլիթն էլ իր գործերով, դասը եւ ամբողջ օրը հյուրասենյակում գրում է, պարապում է, իր գործերով, իր խաղերով, մեկ ինչու չէ նաև ինձ օգնում է։ Ես արդեն Եղեգնաձորում եմ, ճանապարհից այսքան բարձրացել եմ ու այսպես պետք է ուղևորվեմ դեպի իմ աշխատավայր։ Ասեմ լավ է, եղանակը արև է, հաճելի է, նույնիսկ քայլելը չեմ նեղվում, մաքուրոտ, հաճելի տեսարաններ, այսպես գնամ։ Բայց դե տեսնում եք, որ արդեն սպիտակը տենց դրել է խոտերի վրա, եղյամը պատել է, ցուրտ է, և ահա, կոլորշի ցուրտ է, բայց որ ասեմ սաստիկ ցուրտ է, ոչ։ Նոր մտածում, փոխվեցի, լվացվեցի ու իջա նկուղ, պահածո եմ բերել, պահածոյով և արդեն այստեղ կարտոֆիլն էլ մաքրել եմ, մաքուր լվացել, մի հատ ջրալի տենց հետաքրքիր ճաշ, որ այս ճաշից մամաս միշտ պատրաստում էր, որ փոքր էինք ու շատ էինք սիրում, ասեմ շատ համեղ է լինում, զակատած լոբի, լոլիկի հյութի մեջ, փակել եմ, տեսել եք, լայքել եք, ինչու չէ, և հիմա առաջինը, ինչու եմ առաջինը կարտոֆիլը մաքրել, որովհետև կարտոֆիլը առանձին եմ մի թեթև խաշելու, ու հիմա կտրատեմ։ Տարվա իմ կարտոֆիլը ինքան լավն է, այս միջին չափի ու այսպես երկարուկ, ես սիրում եմ այս սորտը։ Ստեփանավանի կարտոֆիլն է իմիջայլոց։
2 կես եմ անում, այսպես բարակ կտորներ։ Համով կարտոֆիլ է, որ կարելի է այս սորտից պահել հողամասում ցանելու համար։ Միշտ այդպես ենք անում, ձմռան կարտոֆիլը ավելանում է ու տանում ցանում ենք։ Մի փոքր ջուր դնեմ թոյրա հանգոր եռը։ Արդեն ես այստեղ վերցնում եմ մեկ այլ կաթսա, որի մեջ ես հիմա պետք է սոխարած պատրաստեմ ու տեսեք մաքրել եմ, լվացել եմ, ահա, լոբով ճաշը։ Կես լիտրանոցների մեջ հարմար է մի անգամ պատրաստելու համար։ Պահոցում սոխ, որը օգտագործել եմ ու կեսը թողել եմ։ Այսքան յուղը բավական է։ Ահա, նայեք դե։ Տեսեք ինչ լավ պահածո եմ եփել։ Ինքան համով ճաշա լինելու, որ էլ ասելու չէ։ Ոյ, կարտոֆիլը սկսեց եռալ եւ ես տեղափոխություն անեմ։ Սա վերցնում ենք այստեղ։ Սոխարածը գա։ Թող այն կողմի վրա իբվի։ Մինչև այժմ այս կաթսայից գոհ եմ, չգիտեմ, հետագայում ինչ կլինի, գույնը կթափվի, ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց ասեմ, որ վատ որակի չի, մեծն էլ կվերցնեմ, այս պատրաստ է, լավ տապակվեց սոխը և հիմա ինչ եմ անում, այս պահածոն լցնում եմ ամբողջությամբ այստեղ։ Թվում է, թե փոքր է, չէ, քիչ է մեջը, բայց լավ է։ Մի հատ էլ տաք ջուր լցրեցի ու այսպես սա ողողեցի, ահա, մուգ կարմիր գույն է, բայց ես կարմիր պղպեղել եմ ավելացնում համի համար, համի գաղտնիք, մառանիկ, համի գաղտնիք, նազիկ, ավելացնենք։ Դե ջուր լցրեցի, պարզավոր պետք է աղ լցնեմ մի փոքր։ Սա չմտածեք եսի, ինչա սև հատիկա, որ պղպեղ է, լողում է։ Սա փակեմ թող եռա, արդեն բացում եմ, սա կարտոֆիլը անջատում ու մոտեցնում այստեղ։ Եվ կարտոֆիլները, որ արդեն կիսաեփ է, ասեմ, որ այսպես ավելի համով է լինում կարտոֆիլը։ Վերցնում եմ, քամում ու լցնում ճաշի մեջ։ Մենակ զգուշ։
Ազո, զգուշ։ Երկար բարակ մտածելուց հետո որոշեցի մեկ բուռել մակարոն լցնել, որը էլ ավելի կհամեղացնի։ Եվ այս ճաշին գիտեք, որ կանանչին է հարիր, ով կարող է ասել, սիրելի հետևորդներ, ով կարող է ասել ռեհանը, չորացրած ռեհան, մի փոքր, շատ համուվանում, որ ասում ենք ռեհան, այնտեղ էլ ծիտրոնը։ Ահա, այս գործից պրծա, այն որ խիղճս հանգիստ է, որ ուտելիք կա, մի քիչ էլ կամաց անեմ, թող իրա հանգով էփի, ես էլ անցնեմ իմ գործերին։ Մի քիչ հետո արդեն պատրաստ կլինի, ասեմ, որ այս աշոտն է կգա, տղայիս հետ 2 օր է կարգին չեմ խոսացել, 2 օր, իրար չենք տեսել համարյա, այսօր շուտ է գալու, կգա, կոֆե կխմենք, կոֆե էլ գործից եկել եմ, կոֆե էլ չեմ, մեկ կոֆե կխմենք, խոսենք, մի խոսքով օրս այսօր լավ կանցնի, տեսնեմ գործերը ոնց է, ինչ է անում, հասցնում, չի հասցնում, մի խոսքով, դե բոլորս էլ ծնող են, գիտենք արդեն, անհանգստանում ենք, բայց պետք է աշխատեն։ Մինչև ես իմ գործը արեցի, ճաշը էփվեց, ենքան ընտիրատեսքը, գոլորշին չի թողում, որ երևա, ծրանով սենց ստուգենք, տեսեք, լավն է եղել, շատ լավ, բայց քան կարմիր է եղել, այդ պահածոից է, դե հողամասի լոլիկները գիտեք, լավ համեղ, կարմիր լոլիկներ էին, ահա, չեմ ավարտել, ասեք ինչու, որովհետև ձու պետք է գցեմ մի անկյունի վրա, երևի 2 ձու, մեկը հաստատ Լիլիթը կուտի, այստեղ, ու չեմ խառնում, այստեղ, վերջ, մի րոպե էլ թող եռա ու ես այս համեղ հավեսին ճաշը կանջատեմ, մի հատ էլ բացեմ նայեմ, ինձ թվում է արդեն էփվել է, չէ էփվել է, իրա տաքությունով էլ կեփվի, ահա, անջատեցի, լավ ճաշա չէ, բա ինչքան համեղ է, ահա, փակեմ, թող մնա, ուր որ է աշոտս կգա, գնացի հաց առա ու ինչ քաղեցի, կպատկերացնեք մերը, որ ասեմ, երևի չեք էլ պատկերացնի, տեսեք, մեր է շենքի դիմացից է, ճանապարհի կողմից, մասուր, որ սուտ չասեմ, երևի սա սիրելի հետևորդներ, մի 15 րոպեին հավաքեցիք, մի ամսից ավել է այդ ծառը մասուրի թուփը աչքովս հա ընկնում է, այնքան մարդիկ են գնում, գալի, կանգնում են կողերը, ասում եմ լավ հեսա կքաղեն, ու ոչ մեկը չէր քաղում, այսօր ասի կանգնի իշնեմ, քաղեմ մի 10-15 րոպե չտևեց, ուրեմն ես իմացա ինչու չեն քաղել, որտեվ ինքը պինդ է, պինդ մասուր է, մտածել են պինդը տանեն ինչ անեն, բայց այսպես, հեսա թողում եմ տունը, մի 2 օրից դառնում է այս մասուրի նման փափուկ, սրանք էլ էին պինդ փափկեց, հեսա ցելոֆոնի մեջ եմ, տենց ամանով դնելու շորով, ծածկեմ 2 օրից ընտիր մասու, մի այդքան էլ մի տեղից բերեմ, նորից մասրա ջեմ եմ պատրաստելու, մասրամածուն, ոչ մի թերություն չկա,
միակ խանգարող հանգամանքը իր այդ կոպտությունն է եղել, որ չեն քաղել։ Դա էլ իմ բախտից։ Ամեն մարդ իր ղսմաթն ունի։ Ու այս ցելոֆանն էլ հեսա այսպես կարելի է տեսնեմ կտեղավորվի, ահա, տաքություն ասենց կապահովեմ, մի հատ շորով է փակեմ, դնեմ մի անկյուն, 2 օրից հասնելու է։ Եթե դուք էլ նման խնդրի առաջ եք կանգնում, մտածում եք, որ մասուրին դա, ապա քաղեք, թողեք, տակտեղ ինքը հասնելու է։ Ահա, աշոտս եկավ, հաց դրեցինք, հաց կերանք, բում, ինչպես միշտ, հա, սեղանը սեղանը հավաքենք, տեսնենք ինչ ենք անում, կոֆե, քանի օր է քո այդ կոֆե չեմ խմել, 3 օր, 3 օր է կոֆե չեմ խմել, տղայիս հետ, ես առավոտ շուտ եմ գնում գործի, դու քնած ես, չէ, գալիս էիր, մամատ էր քնած, 3 քոնիսին ես եկի աշոտ, 12-ին, չէ, ես քնած եմ, բայց զգում էի, որ եկել ես, բայց չէի կարում հլնեի, նենց հոգնած էի, շատ հոգնած էի, ահա որ, Ամալյանը էլի դպդպացնում է, պոպոկա կոտրում, ասեմ, որ սիրելի հետևորդներ, միջուկը վաճառում է 3000, 4000 և 4 պոպոկն էլ առանց կոտրել 1300 դրամ։ Վաղը չեմ իսուր կգա։ Հլը նայի, որ թափավ, տեսար, չէ։ Այ կեզ կոֆե։ Սրավրիցին։ Այ սրավրիցին չի պտի հլներ էսի։ Ինչ գործ կար, գործ բացվեց։ Նա, այն էլ կոֆեն ամբողջությամբ թափվեց գազին։ Մենակ ես անգամ չթափվես, մնացածը հեչ։ Աշոտ, մի հատ տես մեր Տեմուի պատվերները ուր է հասե։ Հլը մտի Տեմու։ Եթե սրվեն նոյդես ասա, եթե կա ես վասկա գողկատանը։ Այսօր չի գա, արդեն ուշա։ Ինչո շրաշտում է։ Մտար Տեմու, Աշոտ, հլը մտի Տեմու։ Կայնի ասեմ, ինչ ենք սեղմում։ Պատվերը։ Ձեր ծանրոցն արդեն ճանապարհին է, դեպի ձեր երկիր։ Գնա հանգստացի, որ ժամը 7-ին պայդյոմ, բանակի կյանքը շարունակվեց, հա, լրիվ, ամենալավը երեխա ժամանակ էր, չէ, դպրոցական թե փոքր, փոքր, չէ, դպրոցն էլ էիր զորով, Այս պահ դու էլ էր տեղս ուտում, ամեն ինչ է շտացա, այ ես ինչ լավ կոֆե էր, այսօր կոֆե չեմ խմել, Սիրելի հետևորդներ, սխալների ուղում ենք անում, երեկ դե, որ պոպոկ կոտրելուց նկարեցինք, ցուցադրեցինք պոպոկը, գները չեմ ասել ու շատ է գրել, ասեմ, որ սրանք կոտրած պոպոկներն են, այս սրանց միջից առանձնացնում է Ամալյան, լավ տենց բարձր որակի 4000 դրամ, և 3000 դրամ, առանց կոտրել պոպոկն էլ 1300 դրամ։
մի քիչ լուսավորումը լավ չի, դրա համար կարող է թվալ, թե գույնը այն չի, բայց նորմալ պոպոկ է, կարևորը չոր, յուղոտ, համով, վայքի Մարտիրոս գյուղի պոպոկն է։ Ամալյան էլ կոտրում ու կոտրում է, չնայած արդեն գնորդներ կան, գրում են, մենք էլ մեր պատվերները գրանցում ենք, չէ Ամալ, պատվերները գրանցում ենք, որ չմոռանան, դե լույսն է մի քիչ տենց, էլի ոնց, ահա, դեռ էլի ունի կոտրելու, այնպես որ կարող եք գրել իմ մեսենջերին, Facebook-յան էջին, Նազելի Նազ է, մեսենջերին գրեք իմ, ես կպատասխանեմ, առաքում միայն ունենք ծայրահեղ դեպքում Երևանում, ուրիշ խոսքի մարզեր, տենց գրել եք Արմավիր, բան, տենց մարզեր չէ, միայն Երևան, Սասունցի Դավթի արձանի մոտ, միայն Երևան, մի խոսքով առաքումը միայն Երևանում, նաև Եղեգնաձորում, Վայքում, գրեք, կպատասխանենք, դժվար և հոգնեցուցիչ աշխատանք է, դե ձեզ ասում ենք բարի գիշեր, այնպես որ ցանկացողներ եթե կան գրեք։